Ինչ ճակատագիր է սպասվում 44-օրյա պատերազմի զեկույցին, դեռ անհայտ է։ Փաստաթուղթը շարունակում է մնալ խորհրդարանի առաջին բաժնում։ Դրան կարող են ծանոթանալ գաղտնիության թույլտվություն ունեցող պատգամավորները։ Որոշումը Ալեն Սիմոնյանինն է։ Նա առաջին հերթին հաշվի է առել պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի տված եզրակացությունը։ Որոշ իրավաբաններ ժամկետի խախտման մասին էին բարձրաձայնել։ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ զեկույցը պետք է ընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում։ Վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետ անցա, այսինքն ոնց, այդ զեկույցը մեռավ, չէ՞ որ զեկույցը նպատակ կա դրված եղել լուծել այդ խնդիրը։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր իշխանության նախաձեռնությամբ եւ գործել առանց ընդդիմադիրների։ Նրանք ի սկզբանե բոյկոտել էին, պնդելով, որ պատերազմի պարտության պատասխանատուները չեն կարող օբյեկտիվ քննություն անցկացնել։ Աննա Գրիգորյանի խոսքով զեկույցն օրակարգ չբերելու պատճառը քաղաքական է։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրության է գնում խաղաղության օրակարգով։ Իրենք նախընտրեցին այս ընդհանուր խաղաղության օրակարգի համատեքստում որևէ կերպ քննարկման առիթ չդարձնել 20 թվականի պատերազմը եւ դրա պատճառները։ Կարծում եք այնտեղ որպես եզրակացություն լինելու էր, որ մենք իշխանություններս պատասխանատվություն ենք կրում պատերազմի համար, բնականաբար ոչ։ Թե ինչ հարցերի պատասխաններ են ստացել հանձնաժողովականները, Գրիգորյանը չգիտի, բայց ասում է, շոուն կարողացան ապահովել։ Հիմա ամբողջ ժողովուրդը հարցը տալիս է, չէ՞, բա ինչու չհրապարակեցիք։ Բա եթե դուք որևէ բանում մեղավոր չեք, ամբողջությամբ քննել եք, եզրակացությունների եկել եք, բա ի՞նչ եք հրապարակում։ Հրապարակեք, ժողովուրդն էլ իմանա։ Անդրանիկ Քոչարյանը բացառում է վարկածը, որ իշխանությունն է արգելել զեկույցը բերել մեծ օրակարգ։ Ի վերջո, ասում է, հանձնաժողովը հենց քաղաքական մեծամասնությունն է ստեղծել։ Խնդիրը զուտ իրավական է։ Այս հարցը պարոն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք։ Թե ես ինչ եմ քննարկում Հայաստան վարչապետի հետ, դա ես ցանկություն չունեմ ներկայացնելու, որտեղ մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկում մեր երկրի անվտանգության առնչվող, իսկ այս զեկույցը, եթե ցանկալի չլներ իշխանությունաբար, Հայաստան վարչապետը 10 ժամ եկել է քննիչ հանձնաժողով։ Շատերը փախել են, խուսափել են։ Զեկույցին քրեական գործեր են հաջորդելու, ավելի վաղ հայտարարում էր Քոչարյանը։ Փաստահավաք աշխատանքի ընթացքում զեկույցի մեջ ներառված որոշ կտորներ արդեն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Իսկ հնարավոր էր արդյոք պատերազմը կանգնեցնել հոկտեմբերի 19-ին։ Զեկույցն այս հարցի պատասխանը տալիս է։ Դուք ամենացավոտ հատվածներին եք մոտենում, որի պատասխանը ես կամերաների առաջ իհարկե չեմ կարող տալ։ Այսինքն հնարավոր էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի առաջարկը եղել է եւ Հայաստանի իշխանությունը Ոչ, այնտեղ գինկը։ Պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է եղել եւ հաջողություն չենք ունեցել։ Ինչու՞։ Ո՞վ է մեղավոր։ Ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Զեկույցն ունի մեծ արժեք, վստահեցնում է Քոչարյանը, ասում է, այն պետք է դուրս բերվի առաջին բաժնից, որոշ մասն էլ պետք է ներկայացվի հանրությանը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։